Թե ինչպես ծաղրածու գոնելան գրազը շահեց։ Իտալական հեքիաթ։ Լորենցո Մեդիչի դուքսը, որի մականունը հոյակապ էր, երբեք մենակ սեղան չէր նստում։ Միայն շունն է, որ հենց ոսկոր է գտնում, քաշվում է մի անկյուն ու գրմռում բոլորի վրա, ասում էր նա։ Իսկ մարդու համար պետք է ավելի հաճելի լինի բարեկամներին հյուրասիրելը։ Մանավանդ, որ հետաքրքիր խոսակցությունը լավ համեմունք է ուզածդ կերակրի հետ։ Հենց դրա համար էլ Լորենցոյի պալատում ամեն երեկո ընթրիքի էին հավաքվում գիտնականներ, բանաստեղծներ, երաժիշտներ և ուրիշ երևելի քաղաքացիներ։ Ոմանք գալիս էին խելացի խոսակցություններ լսելու, մյուսները հենց այնպես, հյուրասիրվելու համար։ Ձգտում էին նրան հյուր լինել նաև համեղ կերակուրների սիրահարները։ Այդպիսի մի երեկո սեղանի մոտ խոսեցին այն մասին, թե Ֆլորենցիան հարուստ է ոչ միայն շատ գեղեցիկ շենքերով, շատրվաններով, արձաններով, այլ նաև հմուտ վարպետներով։ Մեր փառաբանված քաղաքում մահուդագործները բոլորից շատ են, ասաց տարեց դատավորը, որը միշտ շքեղ էր հագնվում և շարժում բոլորի ծիծաղը։ Սուտ է, պատասխանեց երիտասարդ ազնվականը, որը հայտնի կռվարար էր և ամեն մի դատարկ բանի համար պատրաստ էր գործի դնելու իր սուսերը։ Ֆլորենցիայում ամենից շատ զինագործներն են ապրում։ Ո ոչ, վեճին խառնվեց գեղեցկադեմ միտիկին, որն ամբողջապես կորած էր թանկարժեք զարդերի մեջ։ Ամենաշատը ոսկերիչներն են։ Այս մատանին ձեռք բերելու համար ես այցելեցի 120 ոսկերիչի։ Իսկ դու ինչ կասես, Գոնելլա։ Դուքս Լորենցոն դիմեց իր ծաղրածուին, որը նստել էր կողքի փոքրիկ աթոռակին։ Ֆլորենցիայում բոլորից շատ բժիշկներն են, առանց մտածելու պատասխանեց Գոնելլան։ Դուքսը շատ զարմացավ։ Ինչ ես խոսում, ասաց նա։ Ֆլորենցիայի քաղաքացիների ցուցակում հիշատակված է ընդամենը 3 բժիշկ։ Իմ պալատական բժիշկ Անտոնիոն և 2 բժիշկ, դե մնացած բոլորի համար։ Այ, որքան քիչ բան գիտեն կառավարողները իրենց հպատակների մասին։ Եթե Մեսսեր Աբրոջոն գիշեր-ցերեկ հոգում է ձեր առանց այդ էլ ոչ վատ առողջության մասին, ուրեմն ձեզ թվում է, թե մնացած ֆլորենցիացիները ավելի առողջ են։ Իմիջիայլոց նրանց բան ու գործն այն է, որ հիվանդանում են ու բուժվում։ Իսկ ով է նրանց բուժում։ Լորենցո, ես ձեզ ասում եմ, որ Ֆլորենցիայում 10-ից 1-ը բժիշկ է։ Դուքսը, որ հաճույքով ծիծաղում էր, հենց որ Գոնելլան սկսեց ծաղրել ոչ թե հյուրերին, այլ իրեն, դեմքը թթվեցրեց։ Քո խոսքերը մի բան չարժեն։ Ես սիրով 100 ֆլորին կվճարեի, եթե դու դրանք հաստատեիր փաստերով։ Համաձայն եմ, պատասխանեց Գոնելլան։ Ես կապացուցեմ ձեզ, որ իմ յուրաքանչյուր խոսքը 100 ֆլորինից ավելին արժե։ Ամենաուշը վաղը երեկոյան ես ձեզ կներկայացնեմ բոլոր բժիշկների ցուցակը։ Դուքսը գոտուց հանեց քսակը, հաշվեց 100 ոսկեդրամ և դրեց արծաթե սկավառակի վրա։ Գոնելլան ամբողջ հասակով մեկ կանգնեց իր աթոռակին և գլուխ տվեց սեղանակիցներին։ Չեք ուզում արդյոք, սինյոր հյուրեր, մասնակցել գրազին։ Դուք դքսի սեղանի շուրջը այնքան հաճախ եք լցնում ձեր փողերը, որ չի խանգարի գոնե մեկ անգամ հյուրասիրության համար վճարել։ Եթե ոչ անձամբ տանտիրոջը, ապա գոնե նրա ծաղրածուին։ Հյուրերին ոչինչ չէր մնում անել, քան բանալ քսակները։ Արծաթե սկավառակը լիքը լցվեց դրամով։ Հաջորդ առավոտյան Գոնելլան դեմքը կապեց բրդյա հաստ թաշկինակով և պալատից դուրս եկավ։ 100 քայլ դեռ չէր անցել, երբ նրան ընդառաջ եկավ մետաքսի առևտրով զբաղվող մի հարուստ վաճառական։
Ինչ է պատահել քեզ Գոնելա, հարցրեց վաճառականը։ Ախ, ատամս, տնքաց Գոնելան։ Պղպեղ, հալվող արճիճ, ոսկլտացող կրակ, ահա թե ինչ է կատարվում բերանումս։ Օ, ես քեզ մի լավ միջոց կառաջարկեմ, ասաց վաճառականը։ Նոր տարվա նախորդ գիշերը 4 ճանապարհների խաչմերուկում դու պետք է մի սև կատու բռնես եւ նրա պոչից 3 մաս պոկես։ Այդ մազերը կվառես եւ մոխիրը քթովդ ներս կքաշես։ Ատամիդ ցավը ոնց որ դանակով կկտրվի։ Օ, շնորհակալ եմ բժիշկ Լյուչանո։ Ափսոս, որ նոր տարին մենք 2 շաբաթ առաջ տոնեցինք, բայց եթե ատամներս մինչև գալիք նոր տարին ցավեն, ես կկատարեմ քո խորհուրդը։ Իսկ առայժմ թույլ տվեք գրի առնել ձեր ասածները, որպեսզի չմոռանամ։ Երկրորդին, որին հանդիպեց ծաղրածուն, Ֆլորենցիայի վանքի ավագ քահանան էր։ Ախ, հայր սուրբ, խոսեց Գոնելան հազիվ մոտենալով նրան։ Մեղք է բարձրաձայն հայհոյելը, բայց այս անիծված ատամների պատճառով ամբողջ գիշեր չքնեցի։ Լավ է, որ ինձ հանդիպեցիր, ասաց ավագ քահանան։ Ես լավ դեղամիջոց գիտեմ։ Տուն գնա եւ կարմիր գինի տաքացրու, բերանդ լիքը լցրու եւ մտքումդ աղոթիր։ Աղոթքը վերջացնելուց հետո գինին կուլ տուր, հետո նորից գինի առ բերանդ ու նորից աղոթիր։ Իսկ շատ պետք է գինի կուլ տալ, դե ուզում եի ասել աղոթել, հարցրեց Գոնելան։ Այո, որքան շատ, այնքան լավ, պատասխանեց ավագ քահանան։ Ձեր խորհուրդը ինձ դուր է գալիս, ասաց Գոնելան։ Ես կարմիր գինի շատ եմ սիրում։ Գնամ աղոթեմ։ Գոնելան ավագ քահանայի անունն ու նրա տված խորհուրդը գրեց իր ցուցակում եւ ճանապարհը շարունակեց։ Խորհուրդներ էին, որ թափվում էին նրա գլխին։ Գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները, նշանավոր մարդիկ, արհեստավորները եւ գյուղացիները հենց որ տեսնում էին թաշկինակը դեմքին կապած տնքացող Գոնելային, չէին ափսոսում ժամանակը։ Ծաղրածուին բացատրում էին, թե ինչ հնարքով ազատվի ատամնացավից։ Գոնելան բոլորին լսում էր, հետո գրի էր առնում։ Քիչ մնաց նրա ատամները իսկապես ցավ էին։ Երեկոյան դեմ Գոնելան հոգնածությունից գլորվելով վերադարձավ պալատ։ Պալատի աստիճանների վրա նա հանդիպեց դուքս Լորենցոին, որը շտապում էր ընթրիքից առաջ ձիով զբոսանքի գնալ։ Իմ խեղճ Գոնելա, բացականչեց դուքսը։ Ինչ է, ատամդ է ցավում։ Այո, սարսափելի ձերդ մեծություն, պատասխանեց ծաղրածուն։ Ես նույնիսկ ուզում էի ձեզնից թույլտվություն խնդրել դիմելու ձեր պալատական բժշկին, Մեսսեր Անտոնիոին։ Ինչի՞դ է պետք Անտոնիոն։ Ես այդպիսի գործերից ավելի շատ եմ հասկանում, քան նա։ Ես կբուժեմ քեզ։ Վերցրու եղեսպակի տերևներ, լավ եռացրու եւ տաք ջրով բերանդ ողողիր։ Լավ կլինի նաև երիցուկի եփաջրով բերանդ ողողես։ Վատ չի օգնում նաև քաթանե տոպրակի մեջ լցված տաք ավազը։ Օգտակար է նաև դուքսը այնքան խորհուրդներ տվեց, որ երկար կանգնելուց Գոնելայի ոտքերը սկսեցին դողալ։ Երեկոյան դուքս Լորենցոյի սեղանի շուրջը նորից հյուրեր հավաքվեցին։ Դուքսը նստել էր սեղանի վերին ծայրին, իսկ նրա կողքին իր աթոռակի վրա թիկն էր տվել Գոնելան։ Դեմքի կապն արդեն հանել էր։ Գոնելա, ասաց դուքսը, քո խոստացած բժիշկների ցուցակը կարծեմ չեմ տեսնում։ Համարենք, որ դու գրազը տանուլ ես տվել եւ ետ վերադարձնենք մեր փողերը։ Այդ ասելով դուքսը իր մոտ քաշեց արծաթե սկավառակը եւ տեսավ, որ դատարկ է։ Նեղություն մի քաշեք, ձերդ մեծություն, հանգիստ ասաց Գոնելան։
Ես ոսկե ֆլորինները փոխել եմ իմ իրավացի լինելու ապացույցի հետ։ Ահա ցուցակը։ Այս ասելով նա Դուքսին մեկնեց ձեռքի փաթեթը։ Դուքս Լորենցոն բացեց եւ սկսեց բարձրաձայն կարդալ. Մեսեր Լյուչանո, Ֆլորենցիայի վաճառական, ամենակրթյալ բժիշկ, խորհուրդ է տալիս Ֆլորենցիայի վանքի ավագ քահանա Ֆրա Բենեդետոն խորհուրդ է տալիս Թվում էր, թե ուր որ է շքեղ դահլիճի պատերը կփլվեն։ Այնքան բարձր էին ծիծաղում Դուքսը եւ իր հյուրերը։ Չէր ծիծաղում միայն նա, ում անունը Դուքսը բարձրաձայն կարդում էր։ Ցուցակում հիշատակվում էր կամավոր հիմունքներով բժշկական պրակտիկայով զբաղվող 300 մարդու անուն։ Եվ իհարկե 1000 խորհուրդ։ Հյուրերն արդեն ծիծաղից թուլացել էին, երբ Դուքս Լորենցոն փաթաթեց ցուցակն ասելով. Ահա եւ բոլորը։ Ինչպես թե բոլորը, բացականչեց Գոնելան։ Դուք մեկին մոռացաք։ Չնայած ցուցակում վերջինը, բայց մեր փառավոր քաղաքի ամենաառաջավոր բժիշկներից առաջինը, նորին մեծություն Դուքս Լորենցո Մեդիչի հոյակապ մականունով։ Իզուր չէ նա Մեդիչի ազգանունը կրում։ Նշանակում է նրա նախորդների մեջ բժիշկներ են եղել։ Լորենցոն ինքն էլ է հաստատում, որ ինքն ավելի լավ է բուժում, քան պալատական բժիշկ Անտոնիոն։ Այլ կերպ լինել չէր կարող։ Չէ, որ նրա զինանշանը զարդարում են 6 դեղահաբեր։ Ատամի ցավի դեպքում Դուքսը առաջարկում է։ Այստեղ սկսեցին զնգզնգալ նույնիսկ ջահերի հախճապակիները։ Ծիծաղը չկարողացավ զսպել նաև ինքը, Դուքսը։ Դե Գոնելա, գրազը շահեցիր, բացականչեց նա։ Այլ կերպ չէր էլ լինի, պատասխանեց Գոնելան։ Ես ծաղրածու չէի լինի, եթե մարդկանց հոգու մեջ չթափանցեի։ Ես լավ գիտեմ, միակ բանը, որ մարդիկ սիրում են անվճար տալ, դա խորհուրդն է։